Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, որոշեցի այս ֆորմատով շփվել ձեր հետ, իմ մոտ փոքրիկ գրառումներ եմ կատարել, կապված թե ով է մեղավոր տրանսպորտի թերավաքագրումների համար եւ ինչ սպասել եւ ինչ պետք է տեղի ունենա։ Տեսեք սիրելի հայրենակիցներ, այս պատկերը, ինչը որ այսօր քաղաքային իշխանությունը ներկայացնում է, այդ խայտառակ թերհավաքագրումները, այսինքն իրենք մեղադրում են բոյկոտ, իրենք մեղադրում են, որ ընդդիմությունն է մեղավոր, բայց այդ գումարների թերհավաքագրման համար ովքեր են մեղավոր եւ դրա համար ով պետք է պատասխան տա։ Այս պատկերը իրենց ես դեռ ներկայացրել եմ անցյալ տարի դեկտեմբերին, որ տղեկ ձեր խայտառակ կառավարման արդյունքում ձեր ապիկար անգրագետ դիլետանտ լինելու պատճառով դուք հունիս ամսին լուրջ պրոբլեմների եք բախվելու։ Ես իրենց առաջինն ասել եմ, որ տղեկ ձեր ներդրած համակարգը թերսելի, նախ թերսելը իրավունք չուներ պայմանագիրը կապելու, դա այդտեղ եղել է կոռուպցիա, հովանավորչություն, ասել եմ, որ թերսելը չի ունեցել 600 շարժակազմում տեղադրված այդ համակարգը, երկու տարբեր քաղաքներում տեղադրած այդ համակարգը, բայց դուք այնուամենայնիվ գնացել եք Կենտրոն չնայած այն հանգամանքին, որ մի անգամ թերսելը պայմանագիրի կապ է ու գցել է ձեզ, դուք այդ բոլորը ինչպես կմեկնաբանեք այդ բոլորը։ Թերսելին պետք էր վերահսկողություն ունեցել եք դուք թե ոչ, 0 ամենայն պատասխանատվությամբ ասում սիրելի հայրենակիցներ, որ թերսելի նկատմամբ վերահսկողությունը 0 եղել։ Երբ որ ես այցելել եմ թերսելին վերահսկող տեղեկատվական տեխնոլոգիաներ Երևանի ենթակայության տակ գործող մարմինը, որպեսզի հասկանամ, նրանց տնօրենը, ում աշխատավարձը 2 միլիոն դրամ էր, նույնիսկ Excel համակարգի կառավարման հետ ուներ լուրջ պրոբլեմ այդ անձնավորությունը, այդ մարդը իր դեմ անձնական ոչինչ չունեմ ես, բայց ասեմ, այդ մարդու մոտ կար այդ պրոբլեմը։ Երբ որ հարց էի տալիս, հիմա իմ մոտ նշումները կատարել եմ, անդրադառնում եմ կետերով, հարց եմ տալիս, թե դուք ինչպես եք վերահսկում, եթե ընդունենք թերսելը երեկվա բազան ամբողջությամբ ջնջում է, այսինքն ասում եմ, որ մոտարապես 100,000 մարդ չի երթևեկել, իրանց վերահսկողությունը 0 էր, իրանք չէին կարողանում վերահսկել, ուղղակի ամբողջությամբ պրավալ։ Քաղաքում սիրելի հայրենակիցներ պետք է տեղադրված լինել fleet management համակարգ։ Fleet management համակարգը, որը պետք է տեղադրեին գործեր աշխատեր, նոր, որից հետո տեղադրեին այս համակարգը։ Բայց այնինչ Սուրեն Գրիգորյանը այս գործի քավորը, այսպես ասած, սիրելի հայրենակիցներ եւ հովանավորչությունը բոլորը կատարող անձնավորությունը այն պնդաճակատությամբ, որ պետք է անեմ ու վերջ։ Նույն թերսելը, որը որ ասում էր, որ մեր գործընկերը VPC-ն է, ինչա տես ինչ-որ մատ ռուսական ընկերություն կա, ասում էր իր հետ ենք աշխատում, այդ ընկերությունը նաեւ իմ ունեցած ինֆորմացիայով ձախողել է Ղրղստանում տեղադրված նույն համակարգը, այսինքն համակարգը չի աշխատում։ Հաջորդ խնդիրը որ կա, իրենց ասել եմ, որ այ ապիկարներ, դուք Երևան ավտոբուսի հարցը չեք լուծել, Երևան ավտոբուսում կա շատ լուրջ պրոբլեմ, վարորդներին դուք բուլինգի եք ենթարկում, վարորդների զուգանի հարցը չեք լուծել, կանգառների հարցը լուծած չի, արտաժամը լուծած չի այս մարդկանց նորմալ, այս մարդկանց համար լուծած չի նաև պարապուրտի վճարման համակարգը, մի խոսքով ամբողջական մի հատ խայտառակ վիճակ, բայց այնուամենայնիվ իրանք որոշեցին, որ չէ, առաջնահերթ պետք է քաղաքացիների գրպանը մտնել։ Եվ քաղաքացիներին այսօր են մեղադրել, որ բոյկոտը կայացել է կամ ընդդիմությանը, այ պոռոտախոսներ, այ մեծաբերաններ, որ խոսում եք, որ բոյկոտը չի կայացել, ինչ որ սենց կենթանական շարժումներ էլ կատարում եք, որ չի կայացել բոյկոտը, հիմա եք խելոքացել ու արդեն միլիարդավոր դրամների թերհավաքագրումների մասին եք խոսում։ Երբ որ ձեզ ասում էի, որ այս թերհավաքագրումները խայտառակ վիճակ է օրինակի համար, դուք ինչ եք ասում այդ ժամանակ, սիրելի հայրենակիցներ, ում հասկանամ ձայնը նորմալ է թե չէ, որ ես շարունակեմ, հիմա շարունակեմ նորից, ինչա տեղի ունենում, մինչև տարվա վերջ, հիշեք այսօրվա իմ ուղիղ եթերը, սիրելի հայրենակիցներ, թերհավաքագրումների գումարը կգերազանցի 10 միլիարդ դրամը, 10 միլիարդից ավել թերհավաքագրումներ կունենան։ Եվ այս պարագայում, երբ որ ասում եմ բյուջեն դուք որ պլանավորում եք երիտասարդներ, ձեր մոտ այտենց 10 միլիարդ ավել, 10 միլիարդ պակաս, դրա համար պատասխանատվություն կրող լինելու է թե չէ, ձեր կողմից լինում է, որ լավ չի, որ
մեր մոտ ամեն ինչ լավ է։ Լավ չի, որ օրինակի համար մենք ավել կամ միտեղ պակաս գումար ենք հավաքագրում, բայց այնինչ իրականությունն այն է, որ ձեր մոտ ձախողվել է եւ այսօր դուք ձախողման ամբողջ բեռը ուզում եք գցել ժողովրդի վրա։ Չափները ճանաչեք, չփորձեք քաղաքացիներին, մեր համերկրացիներին մեղադրել։ Ուղղակի քաղաքացիները բարի սուղ իմաստով թքում են ձեր երեսին եւ չեն վճարում իրանք, չեն վճարում, որովհետեւ չկա բարեփոխված տրանսպորտ, չեն վճարում, որովհետեւ չկա արժանապատիվ տրանսպորտ, այսօր բեռնափոխադրումը այլ ոչ թե ուղևորա փոխադրումը եւ ինչն է հետաքրքիր, սիրելի հայրենակիցներ, որ իրանք այսօր ասում են, բա տրանսպորտը մենք չենք կարողանա բերել, բա ասում եք թանկացնում եք, որ տրանսպորտը բերենք, բա որ մի ասում եք տրանսպորտը չենք թանկացնում մենք, բա որ մի ասում եք տրանսպորտը, նոր տրանսպորտ չենք բերում մենք, բա էժանացրեք, Հայկ Մանուկյան շատ նորմալ ասում է, որ եթե տենց է էժանացրեք, չմոռանանք, որ մեր ֆրակցիան Մայր Հայաստան դաշինքը երկու անգամ ներկայացրել է օրինագիծ, որ գումարը մնա 100 դրամ, 100 դրամը չգերազանցի, կասեցնելու օրինագիծ, որովհետև մենք ասում ենք ձեր համակարգը չի գործում, դուք ստվերը չեք վերացրել, դուք քաղաքացիների գրպանն եք մտել եք ուղիղ քաղաքացիների ջեբը, բայց այնինչ այս մարդիկ օրինակի համար ասում են ոչ եւ շարունակում են իրենց ոչի տրամաբանությամբ։ Ինչն է հետաքրքիր, սիրելի հայրենակիցներ, որ այդ ֆոնի վրա օրինակ ինֆորմացիա ես ունեմ, որ Տիգրան Ավինյանը կրկին անգամ բիզնես կլասով է, այսպես ասած, գործուղման գնում եւ դիմում եմ քաղաքապետանին, ասում եմ հստակ տվեք ինչ կլասի ավիատոմս եք ձեռք բերել, բիզնես կլասա, էկոնոմ կլասա, իրանք ինչ որ գումար կամ ուրիշ բան են ներկայացնում, բայց այնինչ հիմա ասում եմ, քանի որ գիտեմ, որ շատ ուշադիր նստում եւ քաղաքային իշխանությունը ներկայացնում է, հրապարակեք Տիգրան Ավինյանի տոմսը, հրապարակեք ինչ կլասի տոմսով է գնացել, բայց մտածեք, որ հնարավոր է, որ եղել են մարդիկ եւ Տիգրան Ավինյանին նկարել են բիզնես կլաս նստելուց, այդ հարցը մտածեք, նոր պատասխանեք, էդ էլ խորհուրդ կտամ ձեզ, ինչի համար եմ ասում, որ քաղաքային իշխանությունը ոչ մի սրտացավություն չունի եւ եթե այսօր արդեն խոսում են միլիարդավոր դրամների թերհավաքագրումների մասին, դա իրենց ապիկար կառավարումն է։ Այսօրվա պատկերը ես իրենց ներկայացրել եմ։ Այսօրվա պատկերը իրենց ասել եմ, որ լինելու է, ժողովուրդ, դուք բախվելու եք այդ խնդրին, երբ որ դուք ավտոբուսի վարորդներին որպես ստրուկ եք բանեցնում, երբ որ իրենց աշխատավարձը չեք բարձրացնում, ասում եք անում ենք, լավ ենք անում, ոչ մի պայմաններ հաց ուտելու, զուգարանի, նորից կրկնեմ, հարկադիր պարապուրդի այդ մարդկանց ժամավճարը, որ ավել են իրանք մնում, ոչ մի բան այդ մարդկանց մոտ անտեսվում է, օրեկան բողոքները, որ ինձ ուղարկում են այդ վարորդները, այս պարագայում մի հատ էլ ակնկալում եք, որ ձեր մոտ ամեն ինչ շատ լավ կլինի, հետո կորոշեք քաղաքացիներին տուգանքի մատերիալ սարքեք, դուք դա եք, եւ տղաներ թուլացեք, հաճույք ստացեք, որ ձեր մոտ հերթական անգամ մենք արձանագրում ենք կառավարման ձախողում, ձեր մոտ կառավարման ճգնաժամը եւ այս փողերի միլիարդավոր դրամների նորից կրկնեմ, իմ գնահատմամբ տարվա վերջ 10 միլիարդ դրամ գումար թերհավաքագրումա լինելու, այսինքն ավելի քիչ գումար են հավաքագրելու, քան 100 դրամներով եւ մարդկանց գլխին այդքան իրենք անհարմարավետություն են ստեղծել, դրա համար պատասխան տվող չկա եւ իմ հարցը նաեւ Նիկոլ Փաշինյանին է, Նիկոլ Փաշինյան, դուք հաշտեք այն մտքին, որ պլանավորողները քաղաքային իշխանության կառավարիչները որոշեցին, որ պիտի այդ համակարգով հավաքագրեին 21 միլիարդ դրամ, բայց ավաղ 10 միլիարդի թերակատարում կունենային այս տարվա վերջում։ Դրա համար պատասխանատվություն կրող լինելու է, թե ոչ, թե քաղաքային իշխանության օրինակ Սուրենը Գրիգորյան պատկերացնելու է, որ ինքը կառավարությունում ունի հովանավորներ, որ իրեն հովանավորում են, որ ինչ ուզի նա կարող է անել, ինչպես ուզի նա կարող է անել, այն որ քաղաքը մտել այդ կոռուպցիան արգիշտի մեկ շենք ու դուրս չի գալիս, ես չէ որ պիտի ասեմ, մեր Ստեփան Գևորգը լավ խոսք ունի, ասում է այդ կոռուպցիան, այդ պոզով պոչով կենթանին մտել է քաղաքապետարանի շենք ու դուրս չի գալիս, դուք դա եք, եւ նորից անդրադառնամ այս խնդիրներին, ամփոփելով, չփորձեք մտնել քաղաքացիների գրպանը, չփորձեք մեղադրել մեր քաղաքացիներին, որ չեն վճարում, լավ են անում, իրենց իրավունքն է, որովհետև չկա, կոնկրետ հստակ եմ ասում, չկա բարեփոխված տրանսպորտ, չկա արժանապատիվ տրանսպորտ եւ դուք եկեք մտել եք քաղաքացիների գրպանը, դուրս եկեք քաղաքացիների գրպանից, քաղաքացիները ոչ թե բոյկոտում են,
այլ ուղղակի իրենց գրպանից դուրս են շպրտում ապիկար կառավարիչներից։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, ես ավելի մանրամասն կանդրադառնամ բոյկոտին, որը պարբերաբար ես նշում եմ, որ կայացել է, իսկ իրանք պռոտախոսները ասում են, որ չի կայացել, բայց այսօր արդեն իրենք քաղաքացիների կողմից կերան ապտակ։ Այստեղ միքսը եւ եղել է, որ համակարգը չի աշխատում, ձախողված է, եւ եղել է, որ իմ գնահատմամբ թերսելը գողանում է գումարը, որովհետեւ քաղաքային իշխանությունը չի կարողանում կառավարել։ Եղել է այն, որ իմ գնահատմամբ քաղաքային իշխանությունը փայ է իրանց հետ, որովհետև գնում տեսնում ես չի աշխատում, ասում ես sense խնդիր կա, իրանք ձեն չեն անում, իրանց համար եթե օքեյ է այդ բոլորը, ուրեմն իրանք այդ թալանին կողմնակից են։ Այդ դրան գումարած է, քանի որ ինքնից շատ են երևի թե գումարը գողացե թե ինչ արել, չեմ կարող ասեմ ինչա տեղի ունենում, մի որոշել են քաղաքացիներին մեղադրեն։ Չփորձվեք մեր քաղաքացիներին մեղադրեք։ Նորից եմ կրկնում, դուք ապիկար կառավարիչ եք, դուք դիլետանտներ եք, դուք թալանչիներ եք։ Սիրելի հայրենակիցներ, վստահ եմ, որ բոլորս միասին նույն տեմպերով շարունակելով այդ բաղձալի արդյունք ունենալու ենք։ Քթները մռմռալու է, քսվելու է քարերին ու խելոք գալու է նստեն հաշվի։ Շնորհակալություն, ստեսություն, սիրելի հայրենակիցներ։